Արհեստական բանականություն կամ կարճ AB, դեև գիտաֆանտաստիկ ֆիլմերի մասին չի խոսքը, այն արդեն ամենուր է ու գիտեք որտեղ է ամենաանսպասելի կերպով հայտնվել մեր դպրոցներում։ Այսօր հենց դրա մասին ենք խոսելու, ինչպես է AB-ն փոխում կրթությունը։ Ու մի շատ հետաքրքիր օրինակ ունենք Ռուսաստանը, որտեղ ամեն ինչ շատ ավելի արագ է տեղի ունենում, քան կարող եք պատկերացնել։ Հենց սկզբից մի զարմանալի փաստ։ Տեսեք այս թվերը։ Ռուսաստանում կրթության ոլորտը գրեթե 2 անգամ ավելի արագ է ներդնում, ասենք, խելացի տեսախցիկներ ու համակարգչային տեսողության տեխնոլոգիաներ, քան միջին վիճակագրական ընկերությունը։ Ինչ է սա նշանակում, որ դպրոցներն ու համալսարանները, հավատացեք թե ոչ, այս տեխնոլոգիական հեղափոխության առաջնագծում են։ Այնպես որ, այո, սա ապագայի մասին հեքիաթ չէ, սա տեղի է ունենում հենց հիմա, մեր աչքի առաջ։ Արհեստական բանականությունը մտնում է դասարան։ Պատկերացնում եք այս թիվը։ Գրեթե 70,000։ Սա այն ուսանողների թիվն է, որոնք ընդամենը 1 տարում 2022-ին ընդունվել են AB-ի հետ կապված բաժիններ։ Սա ուղղակի պատահականություն չէ, հասկանում եք։ Սա պետական մակարդակի ռազմավարություն է։ Մի ամբողջ սերունդ պատրաստել այս նոր իրականության համար։ Լավ, բայց ինչու են դպրոցներն այս ամենն անում։ Պատճառները միայն փողի մեջ չեն։ Իհարկե խոսքը գնում է կրթության որակը բարձրացնելու, ուսումնական process-ներն ավելի լավ կազմակերպելու մասին, բայց կա մի շատ կարևոր բան էլ՝ ուսուցիչներին ազատել այդ ամենօրյա ձանձրալի մեխանիկական աշխատանքից։ Իսկ ինչպես է դա կոնկրետ երևում։ Դե պատկերացրեք մի համակարգ, որն ավտոմատ ստուգում է ձեր երեխայի շարադրությունը, կամ մեկ ուրիշը, որը յուրաքանչյուր աշակերտի համար ստեղծում է իր անհատական ուսումնական պլանը, հաշվի առնելով նրա ուժեղ ու թույլ կողմերը։ Ավելին, համակարգերը կարող են ստեղծել յուրաքանչյուրի թվային հետքը, տեսնելու թե ինչպես է նա զարգանում։ Ու սա հասնում է նրան, որ նույնիսկ առցանց քննություններին AB-ն է հետևում, որ ոչ ոք չարտագրի։ Այս ամենը մեզ տանում է մի շատ կարևոր կետի։ Ուսուցումը դառնում է անհատական։ Այսինքն, ոչ թե բոլորը սովորում են նույնը, նույն ձևով, այլ ուսուցումը հարմարեցվում է կոնկրետ քեզ։ Եկեք տեսնենք, թե դա ինչպես է աշխատում։ Այս ամբողջ գաղափարի հիմքում մի կարևոր հասկացություն կա՝ ադապտիվ ուսուցում։ Շատ պարզ ասած, սա նշանակում է, որ համակարգը օգտագործելով տեխնոլոգիաներ, փորձում է հասկանալ, թե դու կոնկրետ ինչպես ես սովորում, որն է քո տեմպը, ոճը, ու դասանյութը տալիս է հենց քեզ հարմար ձևով։ Լավ, իսկ ինչպես է դա տեղի ունենում։ Դա մի տեսակ շրջան է։ Առաջին քայլը՝ վերլուծություն։ AB-ն գնահատում է ուսանողի գիտելիքները, հասկանում է, թե նա ինչպես է սովորում։ Հետո երկրորդ քայլ՝ հարմարեցում։ Համակարգը տալիս է հենց այն նյութը, որը պետք է տվյալ պահին, լինի դա տեքստ, տեսանյութ, թե խնդիր։ Ու վերջում, երրորդ քայլ՝ հետադարձ կապ։ AB-ն հետևում է, թե ուսանողն ինչպես է արձագանքում, ինչն է դժվար, ինչը հեշտ, ու այս շրջանը նորից է սկսվում։ Ստացվում է անընդհատ սովորելու process, հարմարեցված միայն քեզ։ Հիանալի է հնչում, չէ՞, բայց մի րոպե, ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ 2015 թվականին մի շատ մեծ ուսումնասիրություն պարզեց մի հետաքրքիր բան։ Պարզվում է, այն ուսանողները, որոնք օգտվել են այս ադապտիվ համակարգերից, գիտելիքների խորության առումով, դե էական առավելություն չեն ունեցել նրանց համեմատ, ովքեր սովորել են սովորական, ավանդական ձևով։ Այնպես որ այստեղ դեռ հարցեր կան։ Դե քանի դեռ ադապտիվ ուսուցման արդյունավետությունը դեռ քննարկվում է, կա մի ուրիշ հզոր գործիք, ու սա կենտրոնանում է ոչ թե ուղղակի գիտելիքի, այլ ներգրավվածության վրա։ Խոսքը գեյմիֆիկացման մասին է։ Գաղափարը սա է՝ վերցնել խաղերի ամենահետաքրքիր տարրերը, միավորներ, մրցանակներ, մակարդակներ ու բերել դրանք ուսման process-ի մեջ, որ սովորելը դառնա ավելի խաղի նման։ Ու սա ուղղակի ժամանակավոր թրենդ չէ, հավատացեք։ Տեսեք այս թվերը։ Կանխատեսվում է, որ միայն Արևելյան Եվրոպայում խաղերի վրա հիմնված ուսուցումը տարեկան աճելու է 42%-ով։ 42%։ Սա ուղղակի հսկայական թռիչք է։ Իսկ իրական կյանքում դա ո՞նց է երևում։ Շատ մագար օրինակներ կան։ Օրինակ, Foldit-ը մի խաղ է, որտեղ մարդիկ ուղղակի գլուխկոտրուկ են լուծում, բայց իրականում օգնում են գիտնականներին լուծել սպիտակուցների հետ կապված իրական բարդ խնդիրներ։ Կամ Kahoot-ը, որը երևի շատերդ գիտեք, դասարանը դարձնում է իսկական խաղ-շոու։ Կամ Novakid-ը, որը դերային խաղերով երեխաներին անգլերեն է սովորեցնում։ Ուսուցումը դառնում է իսկական արկած։ Լավ, այսքանը տեխնոլոգիական հրաշքների մասին, բայց այստեղ կա մի մեծ բայց։ Այս ամենը բերում է իր հետ շատ լուրջ, նույնիսկ փիլիսոփայական հարցեր։
Խնդիրը միայն այն չէ, թե ինչ կարող է անել ԱԲ-ն։ Խնդիրն այն է, թե դա ինչպես կազդի մեր վրա։ Ու հենց այստեղ է ամեն ինչի հիմքը։ Մի պահ մտածեք, կարող է արդյոք մեքենան իսկապես մտածել։ Երբ ասում ենք արհեստական բանականություն, ինչ ենք հասկանում դրա տակ։ Մի համակարգ, որը պարզապես խնդիր է լուծում, թե մի բան, որն ունի գիտակցություն, ինչպես մենք։ Սա արդեն խորը փիլիսոփայություն է։ Որպեսզի այս հարցին պատասխանենք, պետք է հասկանանք, որ կա ԱԲ-ի երկու տեսակ։ Այն ամենը, ինչ մենք հիմա ունենք, կոչվում է թույլ ԱԲ։ Պատկերացրեք շախմատի համակարգիչ։ Այն հանճարեղ է շախմատ խաղում, բայց դրանից դուրս ոչինչ չի հասկանում։ Այն ուղղակի գործիք է։ Իսկ ուժեղ ԱԲ-ն, դա այն է, ինչ տեսնում ենք ֆիլմերում։ Մի մեքենա, որն ունի միտք, գիտակցություն, զգացմունքներ։ Ու կարևոր է հիշել, այսօրվա դրությամբ այն դեռ գոյություն չունի, այն տեսական է։ Լավ, փիլիսոփայությունը թողնենք մի կողմ ու վերադառնանք շատ ավելի իրական ու հրատապ խնդիրների։ Լսեք, թե ինչ է ասում մի ծնող Ռուսաստանից։ Նրանք ուզում են դեմքի ճանաչման համակարգ դնել, այսինքն առաջին դասարանից երեխաներին նայելու են որպես պոտենցիալ հանցագործների ու հետևելու են։ Սա արդեն լուրջ է։ Որտեղ է անվտանգության ու անձնական կյանքի սահմանը։ Ու սա մի հարց է, որը վերաբերում է մեզ բոլորիս, ոչ միայն Ռուսաստանին։ Եթե ԱԲ-ն կարող է մեր փոխարեն շարադրություն գրել, խնդիր լուծել, տվյալներ վերլուծել, ինչ է լինելու մեր ինքնուրույն մտածելու ունակության հետ։ Արդյոք մենք չենք ծուլանում մտավոր առումով։ Ինչ է նշանակում սովորել մի աշխարհում, որտեղ ցանկացած պատասխան ինտերնետում 1 վայրկյանում կարելի է գտնել։ Բայց սպասեք, սա դեռ ամենը չէ, կան նաև այլ ավելի անտեսանելի վտանգներ։ Օրինակ ԱԲ-ն սովորում է մեր տվյալներից, չէ՞, ուրեմն այն կարող է ժառանգել նաև մեր նախապաշարմունքները, մեր սխալները, չարամիտ մարդիկ կարող են ԱԲ-ն օգտագործել մարդկանց շատ հեշտ խաբելու համար, ու ամենավատը, երբեմն մենք նույնիսկ չենք հասկանում, թե ԱԲ-ն ինչպես է կայացրել այս կամ այն որոշումը, այն մնում է մի սև արգաղ մեզ համար։ Այսպիսով, այս ամենը մեզ բերում է մի շատ կարևոր խաչմերուկի։ Մենք կանգնած ենք մարդկության պատմության հաջորդ գլխի շեմին։ Ու հարցն այն է, մենք ուտոպիա ենք կառուցում, թե դիստոպիա։ Եկեք պատկերացնենք լավ տարբերակը։ Ուտոպիան։ Մի ապագա, որտեղ գերխելացի համակարգերը մեր գործընկերներն են, որտեղ մենք միասին լուծում ենք մարդկության ամենամեծ խնդիրները, հաղթում ենք հիվանդություններին, վերացնում ենք աղքատությունը, փրկում ենք մեր մոլորակը։ Փիլիսոփա Նիկ Բոստրոմը սա ավելի լավ է ասում։ Նա ասում է, որ գերբանականությունը կարող է մեզ տալ անսահմանափակ կյանքի տևողություն և օգնել մեզ ստեղծել մի աշխարհ, որտեղ մենք կապրենք ուրախության և փոխըմբռնման մեջ, իրականացնելով մեր երազանքները։ Շատ լավատեսական է հնչում։ Բայց կա նաև մետաղադրամի մյուս կողմը, մռայլ կողմը, դիստոպիան։ Մի ապագա, որտեղ մենք կորցնում ենք վերահսկողությունը, որտեղ մեր իսկ ստեղծած բանականությունը դառնում է մեզ համար էգզիստենցիալ սպառնալիք, այսինքն մի բան, որը կարող է պարզապես ոչնչացնել մեզ։ Սա ոչ թե ուղղակի ֆանտաստիկա է, այլ իրական սպառնալիք, որի մասին շատ լուրջ մարդիկ են խոսում։ Եվ այսպես ամեն ինչ հանգում է մի պարզ հարցի. ով է ի վերջո վերահսկում իրավիճակը։ Երբ մենք թույլ ենք տալիս, որ ԱԲ-ն որոշումներ կայացնի մեր կյանքի բոլոր ոլորտներում, կրթությունից մինչև բժշկություն, ով է կրելու պատասխանատվությունը, եթե ինչ-որ բան սխալ գնա։ Ով է ռեկին։ Ու եկեք ավարտենք մի շատ հետաքրքիր մտքով։ Միգուցե մենք սխալ ենք նայում այս ամենին, ինչպես ասում է Նատալիա Մինասովան, եթե մեքենան կարող է տրամաբանությունն ավելի լավ կիրառել, քան մարդը, ապա մարդու գոյատևման ճանապարհը աչքի սագունդն է, ստեղծագործականը, ոչ թե տրամաբանականը։ Միգուցե ապագան ոչ թե մեքենաների հետ տրամաբանության մեջ մրցելն է, այլ այն բանի վրա կենտրոնանալը, ինչը մեզ մարդ է դարձնում, մեր ստեղծագործ միտքը, մեր ինտուիցիան։ Միգուցե սա է այս նոր դարաշրջանի ամենակարևոր դասը։